Այսօրվա մեր ակցիան նվիրված է այսօր առաջին դատալսմանը, մենք համարում ենք, որ այս ապօրինի քրեական գործը ինքնին ապօրինի է, եւ կալանքը լիովին անհամաչափ է ստեղծված այս իրավիճակում։ Մենք այստեղ ենք, որպեսզի սատարենք, զորակցենք Ավետիքին, ցույց տանք մեր միասնությունը եւ այն, որ բոլորս պահանջում ենք Ավետիքին ազատ արձակել։ Ավետիք արդեն 2 ամիս է գտնվում է անազատության մեջ։ Տիկին Ադամյան 3 Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում չկա քաղաքական հետապնդում, այլ տարիներ շարունակ եղել է քաղաքական չհետապնդում։ Այս հայտարարության վերաբերյալ ինչ կասեք։ Գիտեք, իրականում շատ ծաղելի պնդում է, երբ որ մենք այս պահի դրությամբ ունենք հարյուրավոր քաղաքաբանտարկյալներ եւ քաղաքական հալածյալներ, այնքան մարդու նկատմամբ արդեն քրեական գործեր են բացված եւ այս մեր դեպքում ընդհանրապես Ավետիքը շատ դասական քաղաքաբանտարկյալ է, որովհետեւ իր եւ քրեական գործն է ամբողջությամբ հնարված եւ կալանքն է հենց քաղաքական շարժերով ստեղծված։ Իհարկե ոչ մեկի քրեական գործում գրված չէ, որ իրեն ազատազրկել են խոսքի համար, քաղաքական կամ ընդդիմության համար, պարզ է, որ ինչ-որ հարմար հոդվածներ են գտնում դրա այդ նպատակով եւ ընդհանրապես իշխանության այդ մասով վստահել չի կարելի։ Հնարավորություն ունեցել այս ընթացքում շփվել Ավետիք Չալաբյանի հետ եւ ինչ է գնաց այս փոխանցել կալանավայրից։ Ավետիքի հետ տեսակցությունները բոլորը փակ են եւ մեր համարյա ընտանիքի եւ պատգամավորների իր հետ կարողացել են շփվել միայն փաստաբանները։ Մեր հետ ինչ որ կարճ հեռախոսային կապի հնարավորություն է եղել օրական մի քանի րոպեի, փաստացի ուղղակի իր առողջությունից ենք հարցրել եւ ինչ որ կենցաղային հարցեր են քննարկել եւ ինչպես է այդպիսի հարցեր կարողացել են քննարկել։ Ես իրեն ամսի հունիսի 24-ից սկսած չենք տեսել, այսօր առաջին անգամ եմ տեսնելու։